Կալանավորված Գագիկ Ծառուկյանը պնդում է, իր նկատմամբ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի արդեն 10 օր շարունակ կապարակնքված խոշոր ընկերությունների հետ։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից արված հայտարարությամբ 70-ամյա գործարարն ընդգծում է, ինքը վաղուց չի կառավարում այդ ընկերությունները եւ չի միջամտում աշխատանքներին։ Անցած երկուշաբթի Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաեւ գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են։ Կապարակնքեցին ու հեռացան, ինչի հետևանքով հազարավոր աշխատակիցներ ըստ էության հարկադիր պարապուրտի են մատնված։ Շատերը պնդում են, որ անգամ աշխատավարձ չեն ստացել։ Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանում եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար, երկրի կտրվածքով եւ ինչպիսի հարված է արդար քրթինքով վաստակող աշխատող մարդկանց համար։ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, ընկերությունների աշխատանքն ապօրինի դադարեցրել են մեջբերեմ իրեն ցավ պատճառելու համար։ Այս ձեռնարկությունները աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց։ Դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսը այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Ինչ կապ ունեն Ծառուկյաններին պատկանող ընկերություններն իշխանափոխության պահանջով ընտրություններին մասնակցած գործարարին վերագրվող խարդախության ու փողերի լվացման մեղադրանքի հետ։ Գագիկ Ծառուկյանին մեղադրում են Իրանի առևտրային պալատի գործունեությանն առնչվող դրվագներով, թե ինչու են արդեն 10 օր շարունակ փակ պահում մյուս ընկերությունները, գործարաններ, հյուրանոցներ, մարզական կենտրոններ ու ռեստորաններ իրավապահները չեն պարզաբանում։ Քարշ լռություն է։ Միայն անցած երկուշաբթի, երբ հայտնեցին Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի մասին, տեղեկացրին, թե առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման ու հարկեր չվճարելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեներում խուզարկություններ են իրականացրել ու փաստաթղթեր առարկաներ հայտնաբերել։ Ինչ գործողություններ են իրավապահներն իրականացնում ընկերություններում, երբ դրանք ավարտվեն, որ փուլում են։ Ինչու են դրանք կապարակնքված, երբ նույն պետական մարմինը նշել է, թե գործերին առնչվող փաստաթղթերն ու առարկաները հայտնաբերել են։ Այս հարցերը գրավոր ենք ուղարկել քննչական կոմիտե։ Սպասում ենք պատասխանին։ Իդեպ այսօր նկատեցինք Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու կոմբինատի կապարակնիքը հեռացված է եւ պարբերաբար աշխատակիցներ են ներս ու դուրս անում։ Սակայն ինչպես պնդեց ընկերության ներկայացուցիչը, ոչ թե գործարանի աշխատանքներն են վերսկսվում, այլ հարկային մարմինն է տարածքում ստուգումներ անցկացնում։ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանումներ չտվեց, հորդորեցին քննչական դիմել, որը լռությունը չի խախտում։ Մինչ այս անորոշությունը շարունակվում է։ Ծառուկյաններին պատկանող ընկերությունների աշխատակիցներն անցած շաբաթվանից բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մեր ընտանիքներն էլ են մեզնից հարցնում, ի վերջո ինչ ալնելու, գազն ա եկե, ջուրն ա եկե, լուսն ա եկե, այս մարդկանց լիքը հարկեր ունեն, վարկեր ունեն։ Աբովյանում գործող Multistone քարի վերամշակման գործարանի տասնյակ աշխատակիցները կապարակնքված դռների առջև հավաքվում ու ցույցեր են կազմակերպում գրեթե ամեն օր։ Պնդում են, եթե իրենց հստակ պատասխան չտան, կտրուկ քայլերի կգնան, թե ինչ կանեն, չեն ասում։ Մեր բոլոր ընտանիքները մեզ հետ են, մեր սաղիս ընտանիքները մեզի աջակցում են, մեր հետ միանալու են, միանշանակ, մեն հարցին լուծում կտան չեն տա, եթե չէ, մենք էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև արդեն բաժակ, ճիշտն ասած, բաժակը լցվել է, էլ չենք համբերում, չգիտենք ինչ անենք։ Գլուխները պատին կտակ, չոքացրած, բոլորիդ բերել եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթն ու բիզնեսների կապարակնքումը հաջորդում են նախընտրական շրջանում Ծառուկյանին ազատազրկելու եւ ունեզրկելու վարչապետի ուղիղ սպառնալիքներին։ Աշխատակիցներն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են դիմում, խնդրելով թույլ տալ աշխատել։ Երբ մենք հնարավորություն ունենալու աշխատենք, չէ՞ որ մեր միակ եկամտի աղբյուրը այս գործարանն է։ Ինքը վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ վստահեցրել էր, կառավարությունը հաշվի կառնի աշխատակիցների շահը։ Դե գիտեք, մի քանի օր անցել, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինի։ Çünki այդ մարդկանց շահերը չեն կանտեսի։ Չնայած Փաշինյանի վստահեցումներին, բազմաթիվ քաղաքացիներ մինչդեռ նույնիսկ իրենց աշխատավարձը դեռ չեն ստացել։